Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, Առավոտ լուսոն շարունակում է իր աշխատանքը առաջին ալիքի ուղիղ եթերում, իսկ մենք շարունակում ենք ձեզ պատմել կարևոր իրադարձությունների մասին մշակութային եւ այսպես հոկտեմբերի 18-ին Պերճ Պրոշյանի տուն-թանգարանում բացվում է նոր ցուցասրահ, թե ինչեր են ցուցադրվելու, որ հեղինակները հայտնի ստեղծագործողների նմուշներ կլինեն այնտեղ ներկայացված անձնական իրեր նաեւ կիմանանք հենց հիմա։ Այո, ներկայացնենք մեր հյուրին, որն արդեն տաղավարում է Պերճ Պրոշյանի տուն-թանգարանի ղեկավար Անի Տոնոյանն է մեր հյուրը, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք։ Շատ լավ։ Ինչպես եք սկսել առավոտը։ Շատ լավ է ստեղ, ձեզ հետ շատ լավ։ Հասցրել եք նախաճաշել, մենք միշտ հարցնում ենք մեր հյուրերին։ Հասցրել եմ, հասցրել։ Հիանալի է։ Ընտանիքիս հետ։ Հրաշալի է։ Դե նախ կարծում պետք է խոսենք առհասարակ տուն-թանգարանի գործունեության մասին, քանի որ հաճախ առիթ չենք ունենում այս մասին խոսել ուղիղ եթերում, նախ ասենք թերևս այդտեղից։ Աշտարակի Պերճ Պրոշյանի տուն-թանգարանը մեր աշտարակի ամենաակտիվ մշակութային օջախներից մեկն է։ Ես սովորաբար այդպես եմ ներկայացնում, ոչ թե թանգարան, որովհետև թանգարան ասելիս մարդիկ պատկերացնում են այդպես քարացած վայր, որտեղ հին իրեր են ցուցադրվում։ Ոչ միայն մենք, բազում թանգարաններ արդեն այլևս այլ գործառույթ են ստանձնել, դարձել են այլընտրանքային կրթության ժամանցի վայր։ Մենք էլ բացի իհարկե Պրոշյանի կյանքը ներկայացնելուց անում ենք ամեն ինչ, որ մեր թանգարանը լինի գրավիչ, հետաքրքիր եւ ֆունկցիոնալ նաեւ։ Թանգարանում ցուցադրված են Պրոշյանի անձնական իրերը, վավերագրական նյութեր, լուսանկարներ, ինչպես նաև ունենք թոնատուն եւ մառան, որտեղ կարող ենք ամբողջությամբ պատկերացում կազմել 18-19-րդ դարերի հայ գյուղացու կենցաղի մասին, նիստուկացի մասին։ Այո, դա է ներկայացնում է թանգարանը։ Շատ հետաքրքիր է, որ նշեցիք, սա կարծես մշակութային մի հավաքատեղի լինի արվեստասեր մարդկանց համար, բացի թանգարան լինելուց, օրինակ արտ երեկոները, որոնք անցկացվում են ձեզ մոտ եւ շատ այլ նախաձեռնություններ, որտեղից ու ինչպես են գալիս այս գաղափարները, թե նաեւ այցելուներն են ոգեշնչում, ինչ կարելի է անել եւ ինչպես հրավիրել նրանց թանգարան։ Այո, գաղափարները ծնվում են իհարկե համատեղ թիմով աշխատելուց, բայց նաև պիտի ուրախությամբ նշեմ, որ շատ են լինում համագործակցության առաջարկները, այսինքն մարդիկ գալիս են տարբեր կազմակերպություններից, նախաձեռնություններով գալիս են եւ առաջարկում են անել ինչ-որ բան։ Ես էլ իհարկե բաց եմ ցանկացած համագործակցության համար, որը հայկական է, որը մշակութային է եւ սիրով միասին իրականացնում ենք այս տարատեսակ նախագծերը։ Դուք նշեցիք, որ իսկապես թանգարանը, հատկապես մեր օրերում դա մի վայր չէ, որտեղ այսպես հին իրեր են պահպանվում եւ մենք հաճախ ենք հնարավորություն ունենում իհարկե Հայաստանի տարբեր թանգարանների ներկայացուցիչների ղեկավարների հյուրընկալել մեզ մոտ եւ կարծես թե այսօր ավելի քան երբևէ շատ բարդ է առաջացնել այդ հետաքրքրվածությունը մարդկանց մոտ, գրավել նրանց, որպեսզի նրանք գան թանգարան, քանի որ ժամանակները նույնպես իհարկե փոխվում են, տեխնոլոգիաներն են զարգանում։ Այ հետաքրքիր է, մենք հաճախ ենք խոսում այն մասին, թե ինչպես են թանգարանները աշխատում, նոր ձևաչափեր մշակում, որպեսզի այս այցելությունները ել ավելի հետաքրքիր լինեն։ Հետաքրքիր է դուք ինչպես եք փորձում հարմարվել մեր օրի այս նոր իրականության։ Մարտահրավերների, ամեն օր մարտահրավեր ենք հաղթահարում, փորձելով հետաքրքրացնել թանգարանը։ Դրա համար ունենք կրթական ծրագրեր, ոչ միայն դպրոցականների երեխաների, այլև մեծահասակների համար։ Ունենք, այսպես ասած, միջոցառումների շարքեր, որոնք ամեն ամիս իրականացնում ենք, ամիսը 1 կամ 2 անգամ, ինչպես նշեցիք, արտ երեկոները ավելի մեծերի համար, երբ որ արվեստով առնչվում ենք միմյանց հետ, այսինքն այդ սոցիալական շփումը, որի կարիքը նույնպես ունենք։ Իրականացնում ենք լավաշի պատրաստման կրթական ծրագիր, մեր թոնրատանը հենց Պրոշյանի թոնրատանը, այսինքն կարծում ենք, որ պահպանելու լավագույն ձևերից մեկը նաև օգտագործելն է։ Բացի լավաշից գաթա ենք պատրաստում թոնրում, ունենք քվեստ աշտարակով դպրոցականների համար այդպես արկածային էլի շատ հետաքրքիր է, տարբեր ինչ-որ առաջադրանքներ, գլուխկոտրուկներ են լուծում եւ բացահայտում են աշտարակը նորովի։ Եվ ունենք արդեն կրթական ծրագրեր բուն թանգարանում ենք իրականացնում ավելի դպրոցականներ եւ ավելի փոքրերի համար, բայց սրանով իհարկե չենք սահմանափակվում, ունենք ընդարձակ այգի, մեր առավելություններից մեկը նաեւ մեր շատ գեղեցիկ խնամված այգին է, որտեղ իրականացնում ենք շրջայց որպես էլի ծրագիր, ծանոթացնում ենք այգեպանի ուղեկցությամբ մի քանի բուսատեսակների, ինչպես հետաքրքիր ծառերի մասին եւ վերջում պատրաստում ենք կամ բուսական թեյ կամ ցանում տնկում ենք հենց թանգարանում, սա էլ այսպես լինում է փոքր թել, որ մասնակիցը մյուս տարի օրինակ նորից գա եւ տեսնի ինչպես է իր տնկած կամ ցանած բույսը, կապ ենք ստեղծում։ Աշտարակում մշակութային կյանքը ակտիվացնելու յուրաքանչյուր դետալ դուք հաշվի եք առնում եւ Պերճ Պրոշյանի տուն-թանգարանը այդ կառույցն է դառնում, նաեւ դա է պատճառը, որ բոլոր աշտարակցիներին հայտնի ստեղծագործ որոշեցիք համախմբել մեկ ցուցադրության շուրջ եւ ստեղծել այս նոր ցուցադրությունը, որը լինելու է թանգարանում։ Այո։
Գաղափարը ծնվեց այսպես, որ պետք է հավաքել բոլոր այս մարդկանց, ովքեր կերտել են աշտարակը մեկ հարկի տակ, մեկ այլ աշտարակցու հարկի տակ։ Քանի որ այս հիմա կնշեմ իհարկե ովքեր չունեն աշտարակում այլ հուշատուն, թանգարան, նրանց ներկայացնող ոչինչ չկա, որոշեցինք, այո, այս կարևոր գործը մենք ստանձնել եւ բոլորին հավաքել մեկտեղ։ Սա իհարկե տարիների աշխատանք է։ Թանգարանում նոր ցուցասրահում ներկայացված են լինելու Ներսես Աշտարակեցի, Երվանդ Սմբատ Շահազիզները, Գևորգ Էմին, Վարդգես Պետրոսյան, Հենրիկ Թումանյան, Կարոլ Չալաբյան, Վաղինակ Մարգունի, Գրիգոր Ղափանցյան, Գևորգ Գևորգյան եւ այս ցանկը պետք է ասեմ, որ դեռ համալրվելու է իհարկե։ Այո, դեռ շատ հայտնի դեմքեր ունենք, որոնց պետք է ներգրավենք։ Իսկ հետաքրքիր է ինչ է ներկայացվելու այս ցուցասրահում, արդյոք դրանք նմուշներ են, որոնք երբևէ չեն ցուցադրվել մինչ այդ եւ առհասարակ ինչպես է աշխատանքը իրականացվել, ինչպես եք հավաքագրել այս ամենը, որը պետք է ցուցադրվի։ Այո, շատ մեծ ուրախությամբ պիտի ասեմ, որ նվիրյալները մեծ սիրով են տվել մեզ այս ցուցանմուշները, որպեսզի մշտապես ցուցադրենք ապահով թանգարանում։ Ներկայացվելու են թե վավերագրական նյութեր, թե անձնական իրեր։ Իհարկե գիտենք, որ ամենահետաքրքիրը անձնական իրերի հատվածն է, այո։ Վարդգես Պետրոսյանից ունենք անձնական իրեր, Գևորգ Էմինից, որոնք նրանց ժառանգներն են մեզ նվիրել։ Վարդգես Պետրոսյանի դուստրը, Գևորգ Էմինի տղան մեծ սիրով ցուցադրելու ենք, Գրիգոր Ղափանցյանի կահույք անձնական իրերը, հիմնականում անձնական իրեր են լինելու։ Իսկ ինչպես է տեղաբաշխված լինելու թանգարանում, որովհետև անունները շատ են, վստահաբար նաև անձնական իրերը, նաև ձեռագրերը, որոնք կլինեն ցուցադրված, ինչպես է լինելու ցուցադրությունը։ Ցուցադրության կոնցեպտը այսպեսին է. 3 ցուցափեղկ է, որոնցից յուրաքանչյուրը կրում է աշտարակի մեկ թաղի անուն, թաղամասի անուն, որտեղից դուրս են եկել այս հայտնի մարդիկ։ Ամեն ցուցափեղկում 4-5 հոգի ենք փորձել զետեղել, քանի որ նյութերը շատ են, իհարկե ընտրել ենք ամենաեսպես գրավիչները եւ դրել ենք աշտարակի թաղերի անունները։ Այսինքն այս ցուցասրահով մենք ներկայացնում ենք աշտարակի պատմությունը հենց իր մարդկանց միջոցով։ Կարծում եմ նաև շատ կարևոր է, այսպես որպես նաև ամփոփիչ հարց մեր զրույցի, թե ինչ առհասարակ ծրագրեր ունեք գալիք տարվա համար, արդյոք արդեն պլանավորում եք, գուցե նաև այս տարի բացի այս հատուկ ցուցադրությունից այլ նախագծեր, որոնք պիտի իրականացնեք թանգարանում։ Այս տարի դեռ պլանավորում ենք իրականացնել նոյեմբեր ամսին երևի թե աշնան մեծ տոն, արհեստ արվեստի տոն, որը էլի մեր ամենամյա տոներից է, գինու համտես ենք անում Բերք ու Բարիքի անբարում, որը աշտարակցուն շատ բնորոշ է, 2 պարով այս ամեն ուղեկցվող իհարկե։ Եվ մեր մշտական միջոցառումներից է թանգարանային գիշերը, որին շատ ակտիվ մասնակցում ենք, ունենք հոբելյանական միջոցառումներ, թե Պրոշյանին, թե այս հայտնի աշտարակցին նվիրված, որ ամեն տարի էլի անպայման իրականացնում ենք։ Հրաշալի է, մեզ մնում է թերևս միայն հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ հոկտեմբերի 18-ին Պերճ Պրոշյանի տուն թանգարանում կբացվի այս նոր ցուցադրությունը, առիթը բաց մի թողեք եւ հնարավորությունը բաց մի թողեք ներկա գտնվելու թանգարանում եւ իհարկե ծանոթանալու բոլոր այն բացառիկ ցուցանմուշներին, որոնք հատուկ հենց այս ցուցադրության համար հավաքագրվել են։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, ձեզ օրվա հիանալի շարունակություն ենք մաղթում, իսկ մենք շարժվենք առածիելի հեռուստադիտողներ, փոքրիկ դադարից հետո կվայելենք նաև երաժշտություն ու կվերադառնանք տաղավար։